Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է, նոր միամսյակ, բանահավաքչություն, բնականաբար կերակուրների հավաքչություն, լավ տրամադրություն եւ ջերմ մթնոլորտ։ Այս ամենը մենք ձեզ պիտի փոխանցենք իմ հյուրի հետ, մեր լավագույն հեռուստադիտող, մեր լավ բարեկամ Աննա Թադևոսյան, Այո, ով անսած այդ մեր առաջարկին եւ իր կարծիքով այն կերակուրը, որ պիտի պատրաստենք, մոռացության եզրին, միասին հիմա պիտի պատրաստենք, ցանկանանք նորից վերածնունդ տանք այս կերակրատեսակին։ Ողջույն Աննա։ ողջույն։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Ձեր կողքը գիտեք։ Ինչ պիտի պատրաստենք այսօր։ Դե նախ կուզեի ասեի, քանի որ խոհանոցն եմ սիրում առհասարակ, դե համար շատ հետաքրքիր են ինձ հաղորդումները եւ միշտ տեղյակ եմ լինում, թե ինչ միամսյակներ են ձեզ մոտ, որտեղ կարողանում եմ, անպայման մասնակցում եմ։ Չգիտեմ որքանով մոռացված կարելի անվանել են կերակուրը, որ փորձում ենք այսօր պատրաստել։ Սա ավելի շուտ մեր ընտանիքի ավանդական կերակուրներից է, որովհետև ես տոհմական որսորդների ընտանիքից եմ, իմ հոր պապը, Արմենակ պապը, շատ վաղուց, դեռ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին, եղել է Խոսրովի անտառի եգերը։ Եգերը, այո, այո։ Այդպիսով ավանդապես իհարկե պարզ է, որ մենք բոլորս որսորդներ ենք, այդ թվում նաև ես եւ ինձանից փոքր մեր ընտանիքի անդամները։ Դու ես որսորդ։ Այո։ Եվ ես հիշում եմ, որ մեր տանը շատ ընդունված է եղել միշտ պատրաստել ձկնապուր։ Ինչ բաղադրություն պիտի օգտագործենք։ Շատ սովորական ինքը բաղադրիչներից է ձուկն է։ Այո։ Կարտոֆիլ, գազար բազուկ, սոխ եւ համեմունքներ։ Համեմունքները դու նշեցիր, այսինքն խնդրեցիր, որ անպայման ամբողջական հատիկ բիբար։ Ես հիշում եմ, որ ատամիստակ ընկնում էր ստատուս պատրաստածը։ Եվ հիշում եմ, որ հայրս էլ հետո մեզ համար դա պատրաստում էր, անպայման դնում էր հատիկ բիբարը, սև։ Կարմիր բիբար էլ կդնեմ մի փոքր կտվածնելու համար, որովհետև հաճելի է, երբ որ վերջում կդնեմ կիտրոն, այս մի փոքր գուցե նորարարություն է իմ կողմից, բայց շատ հաճելի է լինում, երբ որ վերջում արդեն անջատելուց հետո դա։ Բայց նորարարություններ, ամեն անգամ մի բան պիտի նորը։ Շատ լավ, ես սոխառածի համար սոխ կտրատեմ։ Եթե դուք ինձ ձեթներ տակ դաղեմ, դեպ ինձ սովորացրել եք, որ ստուգում ձեթը դաղում եք։ Այո, խնդրեմ։ Շնորհակալ։ Սա էսպես։ Կարտոֆիլը ինչպես պիտի կտրենք։ Խորանարդիկներով։ Ես ճիշտ ասած բազուկով դեռ չէի տեսել ձուկ։ Ճիշտ ասած, ես որտեղ պատմում եմ դրա մասին, որ մենք բազուկ ենք օգտագործում ձկնապուրի մեջ, բոլորն են զարմանում, բայց պատկերացրեք, որ շատ համեղ է եւ յուրահատուկ ինչ որ վարդագույն, հա, այ օրինակ հիմա կարելի է, չգիտեմ, մի փոքր սոխի հետ գազարն էլ երևի դնել։ Ահա, ինձ հիմա ես կհասցնեմ։ Հաստորեն կերակուրը շատ երկար պիտի պատրաստել։ Դե հա, քանի որ ձուկը երկար ենք եփում։ Ռուսական այն հայտնի ուխայի հետ համեմատելի եզրեր կան։ Ինձ թվում է կլինի, որովհետև ես ընդհանրապես կարծում եմ, որ ձկնապուրը, քանի որ ծնունդով ավելի շատ ռուսական կերակուր է, երևի թե ժամանակին, երբ որ Խոսրովի անտառը դեռ եղել է ցարերի որսատեղին, կարծում եմ Ես որքան որ արքաներին, բայց նրանք հյուրեր են ունեցել Ռուսաստանից, ես գիտեմ, որ որսի եկել են ռուս։ Գազարի տեսքով կարող ենք, գազարի չափով։ Իհարկե կարող ենք։ Իսկ դուք դեմ կլինեք, եթե ես այնտեղ աղ գցեմ հիմա։ Ոչ։ Ինչի՞ ինչ-էլ մեծ գտալ եք ինձ տվել այսօր։ Այո։ Շատ մեծ, շեֆ խոհարարի գտալ եք տվել, ես կարող անհարմար զգամ։ Իսկ այս կերակրատեսակին կա սխտոր։ Չէ, ես չեմ դնում, բայց ձկան հետ չգիտեմ, որքանով կսազի։ Սազի։ Դե լավ, էդ էլ դուք կդնեք։ Դուք իրավասու եք նորարարությունների։ Էդ ես եմ համարձակը։ Շատ լավ։ Մենք ամեն ինչի կտրտեցիք, բայց ես ինչ անեմ։ Ձուկը ես ձկան հետ այդքան էլ չեմ։
Օրինակ իմ տան համար պատրաստելու լինեի, որ այսպես հերոստադիտողի դատին չհանձնեի իմ ուտեստը, կարող է եւ ընդհանրապես չկտրեի։ Ամբողջական դնեի։ Դնենք ամբողջական։ Բայց չէ, չկիսենք Կիսենք։ երկու մասի։ Կիսենք։ Կիսենք։ Ես էլ տեսնեմ թե ինչ է տապակվում։ Ահա, եթե կարելի է։ Բազուկը որ պահին պիտի ավելացնենք։ Մի փոքր ավելի ուշ։ Բայց տապակվելու է նորից թե խաշելու Ես չեմ ուզի խաշեմ, տապակեմ իրեն։ Դե ինչ կասեք, ջուրը չավելացնենք։ Այո, այո։ Շատ լավ։ Ջուրը քիչ էր։ Քիչ էր։ Հա, բա իհարկե։ Հիմա ինձ թվում է մենք մի քիչ էլ աղ ավելացնենք, հա, որովհետև ձուկը եփելու համար աղը ջրի մեջ ենք գցում։ Այո։ Շնորհակալություն։ Հիմա դուք ո՞նց եք կարծում, շատ աղ պիտի դնենք։ Ոչ, ես դեմ եմ։ Լինի դա ձկից պատրաստվող կերակուր, թե ինչից, աղը ունի չափ եւ չափավոր պիտի օգտագործել։ Դե գնացինք։ Գնացինք։ Սա այսպես, Այսպես։ մնացած մթերքները միասին պիտի դնենք։ Դե քանի որ ձուկը շատ ավելի երկար պիտի եփի, քան կարտոֆիլը եւ բազուկը, սկզբում կդնենք բազուկը, մի քիչ թող եղածուկը, հետո կդնենք կարտոֆիլը։ Շատ լավ։ Իսկ այդ ընթացքում մենք կարող ենք հուշել մեր հերոստատիտողներին, որ եռացող արգանակի մեջ դրվող ձուկը կամ այլ միս մսամաթերքը ավելի համեղ է լինում։ Այո։ Բայց ինձ թվում է բոլորի տներում դա այնքան ընդունված է։ Հա։ Հա, դե Դե եռացող։ չգիտեմ, ես տունը չեմ լինում։ Դուք այնքան համեղ այստեղ պատրաստում եք, որ դες կարելի է։ Նաև կդնենք անպայման դափնու տերևը եւ կդնենք սև հատիկ բիբար։ Կդնենք նաև բազուկը, կարծում Չէ, եմ։ մի քիչ սպասենք, հա երևի։ Մեզանից մի 2-3 րոպե կպահանջվի, որպեսզի այս մթերքները կիսաեպ վիճակի հասնեն, այնուհետև կավելացնենք բազուկը, կարտոֆիլը եւ եւս 1 ժամ ամբողջը պիտի եփվի։ Բայց ես մի բան ասեմ, օրինակ եթե ես հիմա շեֆ խոհարարի հետ պատրաստելուց չլինեի, կարող անկարգություն անեի, այսինքն ավանդական ձևով հետո մի 15-20 րոպեից սկսեի փորձել։ Ձուկը ֆելանդեջե, հա։ Ես չգիտեմ ինչու եմ խանգարում։ Չէ, խանգարում, բայց ես շատ լավ գիտեմ, որ մի ժամ պիտի եփի ձուկը, բայց նաև հասկանում եմ, որ դա արդեն ձկան այդ եփած ձկան որակական հատկանիշների համար ինչքան երկար եփվում է, քան ձիթ է ձուկը, հա, հասկանալի է, բայց երբ որ ես արդեն կպնում եմ, հասկանում եմ, որ կարելի է մատուցել։ Այս խորհուրդը շատ տեղիներ։ Լավ, եկեք դնենք, հա, բազուկը։ Դնենք բազուկը, գույնը գեղեցիկ էպես կբացվի։ Իրականում մենք խորհուրդ տանք, նաև հուշենք, որ այնուամենայնիվ բարեկամներ սիրենք, թե չսիրենք, կարծում եմ շաբաթվա մեջ գոնե 1-2 օր անպայման պիտի ճաշակել ձկից պատրաստվող կերակուրները։ Դնենք, հա, կարտոֆիլը։ Կարտոֆիլն էլ դնենք եւ սպասենք ուղիղ 1 ժամ։ Մեկ ժամից հետո նորից այդպես կոսմետիկ մի քիչ համեմունք կամ համտեսենք։ Անպայման կարմիր բիբարի դնենք։ Այո։ Բարեկամներ կհանդիպենք մի քիչ ուշ կերակուրը պատրաստ լինելուն պես։ Աննա ջան, եփեց։ Յուղն ու ջուրը գնաց, տակը մնաց հենց ապուրը։ Ինչ պիտի համեմեինք։ Այստեղ մեզ մի քիչ անհրաժեշտ է կիտրոն եւ սամիթ իհարկե։ Սամիթ։ Կիտրոնը, այո, կիտրոնը։ Ընդամենը մի, չէ, կքամի ով կուզենա արդեն, դա արդեն ըստ հայեցողության, բայց կիսալուսնաձև մի 3-4 կտոր, շատ չէ։ Դրեմ հայկական ուխա։
Հայերեն ասենք էլի, ձկնապուր։ Ձկնապուր։ Հա, չենք շեշտի, որ հայկական է։ Մի քիչ իհարկե տարօրինակ է, որ ձկնապուրը հայկական, բայց սենց էլ է պատահում, ինչ չէ։ Այո, տարօրինակությունները մեր անբաժանելի ուղեկիցներն են։ Գուցեև մարդկանցից շատերին տարօրինակ կթվա կիտրոնը, բայց հավատացեք, շատ համեղ է ստացվում։ Եվ կավելացնենք կանաչին։ Սամիտ միայն։ Միայն սամիտ, շատ քիչ։ Բարեկամներ, ես նորից հիշեցնեմ, թե ինչ պատրաստեցինք։ Ձկնապուր պատրաստեցինք, ձուկը գետի ձուկ, ձկնորսի բռնած ձուկ, օգտագործեցինք կարտոֆիլ, գլուխ, սոխարած պատրաստեցինք, բազուկ օգտագործեցինք եւ գազար։ Եվ ձկնապուրը այս լավ բուրմունքով հենց արդեն պատրաստ է։ Խնդրեմ Աննա։ Մեկ ժամ, նույնիսկ մի քիչ ավելի եւ 6 բնականաբար ձկան այն ոսկրային մասը, փշերը պիտի հալչած լինեն, այսինքն փափ կեցված պիտի լինեն։ Հիանալի բուրմունք ունի, ես դեռ համը չեմ փորձել, ապրես դու։ Մի բան էլ ավելացնեմ այստեղ, հա, անպայման ուզում եմ սա լինի։ Կիտրոնը։ Ահա։ Այո։ Սա այն ուտեստներից է, որ ձևավորման կարիք չունի։ Այո, սա միայն ներկայացնելու կարիք ունի, խնդրեմ դու ինչ կցանկանաս մեր հեռուստադիտողներին։ Շատ ժպտացեք, որովհետև վիտամին C է առաջանում մարդու օրգանիզմում, երբ որ նա շատ է ծիծաղում եւ ժպտում, թող ճիշտ է հասկանում եմ հոգսաշատ է կյանքը, շատ-շատերի համար շատ բարդ է, բոլորիս համար է բարդ կյանքը, բայց կյանքն է այդպեսին։ Ոնց որ կասեին ֆրանսիացիները, սելավի։ Շատ լավ, ապրես Այնպես որ թող ամեն առավոտ ժպիտով, լույսով եւ գեղեցիկ լինի։ Գեղեցիկ բացվի։ Այո բարեկամներ, ժպտանք, շատ ժպտանք եւ ժպտանք նաեւ անծանոթներին։ Ժպիտը կարծում եմ շատ դրական էմոցիաներ է առաջացնում եւ վատ չի լինի, երբ որ նույնիսկ անծանոթ մարդկանց միշտ ժպիտով դիմավորենք։ Ձեր անունից պիտի շնորհակալություն հայտնեմ անպայման Աննային, ցանկանանք որ նա եւ ժպտա եւ լավ կերակուրներ պատրաստի։ Շնորհակալություն Աննա ջան, Շնորհակալություն։ ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, պատրաստեցինք ձկնապուր եւ այսօրվա համար այսքանն ենք պատրաստել։ Ուզում եմ որ լինենք առողջ եւ ողջամիտ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Ձկնապուր ձուկ ծածան 400 գրամ, ձեթ 20 գրամ, գազար 50 գրամ, բազուկ 70 գրամ, կարտոֆիլ 60 գրամ, սոխ 80 գրամ, կիտրոն, հատիկավոր պղպեղ, կարմիր պղպեղ, դափնու տերև, աղ, բարյախորժակ։